Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Մեր այսօրվա թողարկումն իր բնույթով բացառիկ է, քանի որ զրուցելու ենք նախորդի լուսաբանված նույն մտածողի նույն աշխատության մասին, սակայն արմատապես այլ տեսանկյունից։ Մեր թեման է Սուրբ Գրիգոր Նարեկացին ու նրա մատյան ողբերգության աշխատությունը։ Հյուրընկալել ենք աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանին։ Բարի երեկո, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հովհաննիսյան, շատերին թվում է, թե ճանաչում են, թե ով է Սուրբ Գրիգոր Նարեկացին, եւ հիմնականում նույնականացումը ընթանում է նրա մատյան ողբերգության աշխատության հետ։ Բայց տեղին է նկատել, որ այդ նույնականացումը կարող ենք դիտարկել որպես իրատեսական, եթե մենք խորապես հասկանում ենք այս աշխատությունը։ Այդ ամենից դուրս եւ դրանից առաջ, ով է Սուրբ Գրիգոր Նարեկացին եւ ունենք արդյոք կենսագրական այնպիսի դրվագներ, որոնք ավելի լավ կօգնեն մեզ հասկանալ այս աշխատությունը։ Ես կարծում եմ, որ մեր հաղորդումից հետո մեր իրականության մեջ բոլորովին այլ պատկերացում կունենանք ընդհանրապես Սուրբ Գրիգոր Նարեկացու մասին։ Սուրբ Գրիգոր Նարեկացու մասին ունենք որոշակի տեղեկություններ, նա ծնվել է 951 թվականին Նարեկ գյուղում, այնուհետև ուսանել է իր մոր եղբոր Անանյա Նարեկացու մոտ եւ նաեւ հայտնի է, որ Նարեկացու հայրը եղել է եպիսկոպոս, ստացել է փիլիսոփայական, աստվածաբանական կրթություն, այնպիսի Բագրատունյան շրջանում է ապրել այդ ժամանակ Հայաստանում նաեւ շատ Հայաստանը կոնֆլիկտային շրջանում էր ապրում, թե արտաքին թշնամի կողմից, թե ներքին այդ քաղաքական խժդժությունները։ Նա գրել է ոչ միայն հայտնի իր մատյան ողբերգության, այլ նաև ունի տաղեր եւ երկերկոցի մեկնությունը եւ շատ այլ աշխատություններ եւ ամենակարևոր փաստը, որ կարող ենք արձանագրել Նարեկացու հետ կապված նաև այն է, որ 2015 թվականին Պապի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից հռչակվեց որպես տիեզերական վարդապետ, որը իր բնույթով շատ կարևոր է եւ Նարեկացու կարևորը նաև որ Սուրբ Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգությանը հատկապես մեզ մոտ մի տեսակ, այսպես ասած, կուռք է դարձել, ես կուզենամ, որպեսզի այն կենսական նշանակություն ունեցող աշխատություն դառնա եւ իր գործնական նշանակություն ունենա հատկապես այս դարաշրջանում հայ ժողովրդի կյանքում։ Շատերի համար մատյան ողբերգության աշխատությունը համարվում է դժվար ընկալելի, մի կողմից գործածած բառապաշարից, մյուս կողմից նաեւ աստվածաբանական թեմաների համար։ Պետք է արձանագրենք, որ բոլոր գլուխները ըստ էության աղոթքներ են, բայց միևնույն ժամանակ մենք ունենք թեմատիկ հարուստ բազմազանություն։ Այս համատեքստում փորձենք դուրս բերել ըստ ձեզ, որոնք են այս աշխատության գլխավոր թեմաները։ Նարեկացու մատյան ողբերգությունը շատ իրավացի կերպով նշեցիք, երբեմն երբ որ խոսում եմ, թե կլինի գիտնականների, թե սովորական մարդկանց հետ, նրանք միշտ ասում են Նարեկի բառապաշարը շատ բարդ է եւ Նարեկացին այնպիսի բառեր օգտագործել, որ երբեմն չեն կարողանում հասկանալ։ Սակայն Նարեկացու աշխատությունը հասկանալու համար ես կարծում եմ երկու կարևորագույն թեմաներն են, որը որ համարվում է քրիստոնեական մարդաբանության կարևորագույն թեմաները։ Դա մեղքի հասկացողությունն է եւ Աստծո պատկերը, որ շնորհով վերականգնվում է։ Նարեկացու ամբողջ աշխատության մեջ Նարեկացին խոսում է իր մեղքի մասին։ Սակայն այստեղ պետք է արձանագրել, դա ոչ թե նաև իր մեղավոր լինելու մասին է խոսքում եւ սակայն նա խոսում է քրիստոնեական հավատքի շրջանակության մասին։ Այսինքն երբ որ Նարեկացին խոսում է իր սեփական փորձառության մասին, դա նաև վերաբերում է բոլոր քրիստոնյաներին, որտեղ իր սեփական փորձառությունը գալիս է Աստծո խոսքից։ Նարեկացին իր մատյան ողբերգությունում այնպիսի աստվածաշնչյան մեջբերումներով է համեմատում իր մեղավոր էությունը եւ շատ ճշգրիտ կերպով երբեմն ասում է ես որպես աղավնի մտնում եմ եւ դուրս եմ գալիս ագռավ։ Ես դեռ չծնված ես հակված եմ դեպի մեղքը։ Եվ այսպիսի բազմաթիվ մեջբերումներ կարող են գտնել Նարեկացու մատյան ողբերգության մեջ, որ խոսում է իր մեղավոր լինելու մասին։ Այստեղ մեղավոր լինելու մասին խոսել նշանակում է մարդու անկարողությունը իր սեփական միջոցներով Աստծու առջև հաստատվելու համար։ Այսինքն առաջին թեման, որպեսզի Նարեկացու մատյան ողբերգությունը ընկալելի եւ հասկանալի լինի, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Նարեկացին խոսում է մեղավոր մարդու մասին, որը իր հաստատումը գտնում է Աստծու խոսքի մեջ։
Եվ երկրորդ կարևորագույն թեման այն է, որը ես կարծում եմ շատ անգամներ անտեսվել է եւ այսպես ասած հատուկ շեշտադրություն չի ստացել նարեկացու մոտ եւ որը ամենակարևորագույն խնդիրների, ամենակարևորագույն թեմաներից մեկն է, դա շնորհի աստվածաբանությունն է։ Իսկ շնորհի աստվածաբանությունը դա հետեւյալն է, որ մարդ լինելով մեղավոր իր այդ անկարողությունը սեփական ուժերի, սեփական ջանքերի միջոցով Աստծուն հասնելու եւ Աստծու հետ հաղորդակցության մեջ մտնելու համար այդ անկարողությունը զգում է եւ այդ անկարողության զգացողությունը նրան դրդում է մեկ այլ հնարավորության, այդ հնարավորությունը դա շնորհն է տալիս։ Եվ նարեկացին շատ անգամներ է կրկնում իր մատյան ողբերգության մեջ, որ ասում է ես փրկված եմ քո շնորհով եւ Քրիստոսի արյամբ, քոնն է փրկությունը, քոնն է ողորմությունը։ Նա չի ասում իմն է ողորմությունը, միշտ այդ իր գոյաբանական թշվառ վիճակի պատասխանը նարեկացին գտնում է Աստծու շնորհի մեջ։ Հետևաբար այստեղից եզրակացություն, որ ընթերցողը նարեկացու մատյան ողբերգությունը հասկանալու համար եւ նրա մոտ հարցեր չառաջանան, թե նարեկացին շատ բարդ գիրք է գրել, որ ոչ հասանելի է մեզ սովորական մահկանացուներից, ոչ պետք է ասենք հասանելի է եւ երկու թեմաները՝ մեղքի գաղափարը, մարդ ընդունում է իր անկարողությունը եւ աստվածային այդ շնորհը, որ մարդուն տրվում է հակառակ նրան, որ նա մեղավոր է, բայց Աստված նրան շնորհում է այդ շնորհը, որի միջոցով մարդ կարողանում է ապրել եւ փոխել աշխարհը։ Ձեր ներկայացրածը արմատապես տարբերվում է այն ավանդական մեկնաբանությունից, որ տրվել է հայրականության մեջ այս աշխատությանը։ Ասացեք, խնդրեմ, որոնք են այդ ավանդական մեկնաբանության հիմնական թեզերը, որքանով են ըստ ձեզ դրանք համապատասխանում իսկական նարեկյան ոգուն եւ անձամբ դուք ինչ անհամաձայնություններ ունեք դրանց հետ։ Ես նախքան այս հարցին պատասխանելը կուզենամ որպեսզի ասել, որ իմ մոտեցումները ոչ մի դեպքում անձնավորված չէ եւ ոչ ոք թիրախավորված չեն իմ կողմից, որովհետեւ շատ կարեւոր է որպեսզի նարեկացու մատյան ողբերգությունը աշխատությունը ճիշտ կերպով մեկնաբանվի։ Եվ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հա իրականության մեջ ես հատկապես բանասերների կողմից բացարձակ կերպով գնահատում եմ իրենց աշխատանքները նարեկացու նվիրված, նարեկացին ավելի շատ բանասերական բնույթ է կրել, քան թե աստվածաբանական։ Նարեկացին պոետ չէ, նարեկացին աստվածաբան, նարեկացու մատյան ողբերգությունը պոետիկ աշխատություն չէ, նարեկացու աշխատությունը դա աստվածաբանական աշխատություն է։ Մալխասյանցը իր բառարանում բանաստեղծ բառին տալիս է ստեղծել արարող, որը իր երևակայությանն է դիմում, իսկ նարեկացին իր երևակայության չի դիմում։ Հավատքի շրջանակներում ինքը փորձում է քրիստոնեական այդ մարդաբանությունը եւ փրկաբանությունը ներկայացնել իր ընթերցողին հիմնված քրիստոնեական հայտնության շրջանակում եւ այս կոնտեքստից ելած ամեն մարդ կարող է մատյան ողբերգությանը մեկնաբանել, խոսքը դրան չի վերաբերվում, սակայն կա, այսինքն ամեն գիտություն ունի իր մեթոդը։ Աստվածաբանության մեջ մեղքը դա աստվածաբանական կատեգորիա է, իսկ բանասիրության մեջ, փիլիսոփայության մեջ մեղք հասկացողություն չկա, ուսումնասիրողը ինքը ազատ է, իսկ աստվածաբանը պետք է հաշիվ նստի մեղքի հասկացողության հետ, որը ներկայացնում է հա մարդու ապականված լինելը եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենը ներկայացնելուց հետո հա իրականության մեջ նարեկացում որակավորվել է որպես նոր պլատոնականության հետևորդ եւ ավելին ոչ միայն սա, նարեկացու մատյան ողբերգությունը համարվել է որպես նոր պլատոնականության ազդեցություն եւ նարեկացու փրկագործության գաղափարը համարվում է նոր պլատոնականության ազդեցության հետևանք, որը բացարձակ կերպով չի համապատասխանում նարեկացու մատյան ողբերգության ոգուն, որովհետեւ ես նոր պլատոնականության մեջ կա էրոսի հասկացողությունը, էրոս, որ նշանակում է հա ցանկանալ, վեր բարձրանալ, մարդը իր սեփական ջանքերով նմանվել Աստծուն, իր սեփական կարողություններ եւ երբեմն հա իրականության մեջ որոշ մեկնաբանողներ ասում են, որ Դավիթ անախտի մոտ կա 4-րդ
4-րդ հասկացողությունը փիլիսոփայության մասին, որ մարդ իր կարողություններով կարող է նմանվել Աստծուն, եւ այս Դավիթ անախտի սահմանումը վերագրում է նարեկացու մոտ իբրև նաեւ նոր պլատոնական ազդեցություն, երբ որ այսպես մենք մեկնաբանենք Գրիգոր նարեկացու այս աշխատությունը, մենք բացարձակ կերպով հեռանում ենք Գրիգոր նարեկացուց։ Եվ հետո նարեկացու այս աշխատությունը դա ինքը յուրահատուկ աշխատություն է։ Բնականաբար կլինեն ազդեցություններ, բայց նրա մոտ գերիշխողը դա Աստվածաշնչի, այդ շնորհի վարդապետությունն է, այդ մեղքի հասկացողությունն է, իսկ ցավոք սրտի մեր իրականության մեջ անտեսվել է այդ մեղքի հասկացողությունը, երբ որ բանասերները կամ մյուս ուսումնասիրողները սկսեն մեղքի հասկացողությամբ, որ նարեկացու մոտ շատ ակնհայտ կերպով նկատելի է եւ երբ որ դա անտեսվի, նարեկացու մասյան ողբերգությանը իր ամբողջ նշանակությունը կորցնում է եւ այս իմաստով այո կարող ենք դիցուկ փիլիսոփայության տարեր գտնել օրինակի համար աստվածաբանության մեջ կա հայտնության աստվածաբանություն եւ բնական աստվածաբանություն։ Բնական աստվածաբանությունը շեշտում է, որ մարդը ինքն իր կարողություններով կարող է հասնել ինչ-որ որոշ բաների։ Օրինակ նարեկացու մոտ մեղավոր մարդը նկարագրում է իր մեղավոր էությունը։ Այս իմաստով կարող ենք նարեկացու մոտ որոշ փիլիսոփայական տարեր գտնել բնական աստվածաբանություն, մարդը իր սեփական կարողությունների շրջանակներում, սակայն նարեկացուն մեղադրել նոր պլատոնականության մեջ եւ իր աշխատությունը օրինակ խոսում է նարեկացու մասին որոշ մեկնաբաններ, որ նարեկացին դրական կերպով է խոսում մարդու էության մասին։ Եթե նարեկացին դրական կերպով է խոսում իր մատյան ողբերգության աշխատության մեջ, ապա ինչու ասում ես մահացած դիակ եմ։ Եթե դիակը կարող է խոսել, եթե դիակը կարող է պոզիտիվ լինել, ապա խնդրեմ այդպիսի մեկնաբաններ կարող են շարունակել նարեկացուն մեկնաբանել, բայց այդ մեկնաբանությունը բացարձակ իմ ըստ իմ տեսանկյունից վերցրած չի համապատասխանում նարեկյան ոգուն եւ որպիսի ել ավելի, այսպես ասած, աղավաղումներից խուսափենք, հարկավոր է նաեւ հավատարիմ կերպով տեքստին մոտենալ եւ այդ տեքստը այսպես ասած հաղորդակցության մեջ դնել նաեւ ժամանակի խնդիրների միջև նաեւ հավատարմություն դրսևորել տեքստի նկատմամբ։ Իսկ եթե լինեն այս տարերը, ապա վստահ եմ, որ նոր պլատոնականության այդ վերագրումը նարեկացուն իջիկ կդառնա եւ կվերադառնանք նարեկացու այսպես ասած մաքուր եւ անաղարտ մեկնաբանությանը։ Իր աստվածաբանական եւ գեղարվեստական խորքերից զատ նարեկը նախև առաջ աղոթամատյան է։ Ինչպիսի աղոթքներ են մատյան ողբերգության աղոթքները։ Նարեկացու աղոթները դրան գոյաբանական նշանակությունն են։ Այսինքն նարեկացին երբ որ ինքը աղոթում է, ինքն իրեն դնում է Աստծո առջև։ Իր, այսինքն մարդ, որը կայնած է ապակու առջև, նայելով իր թերությունները եւ Աստծո հետ խոսում է։ Առաջի բանը, որ նրա աղոթները գոյաբանական նշանակություն, այսինքն ես աղոթքի մեջ ներքաշվում եմ Աստծո հետ հաղորդակցության մեջ։ Եվ երբ որ մարդը, այսպես ասած, դեմ առ դեմ է Աստծուն, ինքը խոստովանում է իր մեղքերը։ Եվ ամենակարևորը, որ այդ աղոթքի միջոցով դա ոչ թե ինչ-որ մի արհեստական աղոթների ձև, այսպես պետք է կանգնել, այսպես պետք է անել, որպեսզի ճիշտ հաղորդակցության մեջ մտնել Աստծո հետ, ոչ։ Դա պարզապես դա անկեղծ երկխոսություն է Աստծո հետ, որ մարդ մխիթարություն է գտնում, հաղորդակցության մեջ է մտնում Աստծո հետ եւ իր առօրյա հոգսերի պատասխանը գտնում, այսինքն նարեկացին այսօր ցանկացած մարդուն կարող աշխատում են դիցուկ ինչ որ խնդիրներ է լինում, մի պահ այսպես մարդ կարող է կանգնել եւ հաղորդակցության մեջ մտնել Աստծո հետ եւ այսինքն գոյաբանական նշանակությունն է։ Իսկ գոյաբանական նշանակությունը նաեւ նարեկացու մոտ ենթադրում է հավատքի եւ այդ գոյաբանական խնդիրների ներդաշնակություն, որ Աստված հանդիսանում է այդ մեր խնդիրների, մեր թշվառությունների պատասխանը, որ այսօրվա իրականության մեջ հայսա է, որ նարեկացու տեքստը կարող ենք ակտուալիզացնել, այսինքն այսօր մարդիկ ինչքան հոգեբանական խնդիրներ ունեն եւ նարեկացին, միշտ իր թշվառության, այդ մեղքի գիտակցության ամեն բանի պատասխանը ինքը գտնում է Աստծո մեջ, իհարկե աղոթքի տեսքով դա կարող է լինել նաեւ շատ այլ տարբեր ձևերով եւ այս իմաստով նարեկացու աղոթքի մոտեցումը շատ կարեւոր է մեր այսօրվա իրականության համար։ Հայրականության մեջ մատյան ողբերգության աշխատությունը դրվել է ավետարանի կողքին եւ համարվել է երկրորդ Աստվածաշունչ։ Ինչպիսի կապեր կարող ենք գտնել Աստվածաշնչի եւ մատյան ողբերգության միջեւ։ Սուրբ Գրիգոր նարեկացին իրեն մեղավոր է համարել իր ամբողջ մատյան ողբերգության աշխատության մեջ։ Եվ
Այո, հա իրականության մեջ ես ընդունում եմ, որ նարեկը բացառիկ նշանակություն է ունեցել, սակայն պետք է այլ կերպ նայել, Աստվածաշունչը մնում է Աստծո խոսք, նարեկացու մատյան ողբերգությանը մնում է որպես աստվածաբանական աշխատություն։ Շատ կարևոր է նարեկյան աստվածաշնչյան մեկնաբանությունը։ Նարեկը երկու մեթոդներ է ընդունում աստվածաշունչը մեկնաբանելու համար։ Առաջինը դա իր մեղավոր իրավիճակը նկարագրում է աստվածաշնչյան հատվածներով եւ հետաքրքիրն այն է, որ նարեկացու ամբողջ աշխատության մեջ գրեթե ոչ մի այլ հղումներ չեն գտնում բացի աստվածաշնչից։ Օրինակի տարբերություն մի շարք եկեղեցու հայրերի մոտ կարող են եկեղեցու բազմաթիվ հայրեր մեջբերումներ են կատարել այս կամ այն եկեղեցու հայրերի աշխատություններից այդ ժամանակ ընդունված էր որպես հեղինակություն եւ այլն, բայց նարեկացու մոտ չենք տեսնում այդ եկեղեցու հայրերին հղում կատարելու ավանդույթը, բայց իհարկե դա չի նշանակում, որ նարեկացին դեմ է եղել եկեղեցու հայրերի աշխատություններին։ Եվ առաջին մեթոդը նա մեջբերումները երբ որ կատարում է եւ ամենից կարեւորը այն է, որ ինքը շատ ճշգրտորեն է կատարում։ Եվ ես դիտարկել եմ, թե Աստվածաշնչի մեջբերումները, երբ որ նա կատարում է դիցուկ իր մեղավոր լինելը նկարագրելու համար եւ մարդու հետ ապականված էությունը նկարագրելը եւ մի շարք այլ աստվածաշնչյան մեկնաբանումներ եւ հետագա իր միտքը, որ զարգացում է, աղոթները բացարձակ կերպով համապատասխանում է Աստվածաշնչի մեկնաբանությանը։ Առաջի բանը, որ նարեկացին օգտագործում է Աստվածաշնչը որպես բացարձակ հեղինակություն, դա մեղավոր լինելու փաստն է նկարագրում։ Երկրորդ մեթոդը, որ կարող ենք նարեկացու մոտ գտնել, դա փրկությանը վերաբերող հատվածներն են, որ Աստծուն է դիմում, երբեմն սուրբ երրորդությանը, այսինքն մեջբերումներ է կատարում Աստվածաշնչին, երբ որ ասում է հավատաս կապրես, երբ որ հավատաս կբժշկվես, այնպիսի գեղեցիկ մեջբերումներ է կատարում եւ համապատասխան, այսինքն այն պահանջներին, որ մարդը զգում է իր հարաբերությունը Աստծո հետ, որ իրոք շատ ճշգրտորեն է կատարում նարեկացին Աստվածաշնչի մեկնաբանությունը։ Պետք է ասեմ նաև, եւ սրանով վերջացնեմ այս հարցից պատասխանը, որ նարեկացին այսօրվա էգզեգետիկական մեթոդներով չի մեկնաբանում Աստվածաշունչը, օրինակի համար մեղքը չի բացատրում լատիներենով, չգիտեմ եբրայերենով, այլ իր մոտ Աստվածաշունչը օգտագործվում է որպես իր փորձառությունը, սեփական փորձառությունը հաստատող եւ հիմնող, այսինքն իր սեփական փորձառությունը գալիս է Աստվածաշնչից եւ Աստվածաշունչը հանդիսանում է այն աղբյուրը, որի մեջ գտնում է իր աստվածաշնչյան մեկնաբանությունը։ Եվ վերջին հարցս ուղղեմ ձեզ, թեպետ ձեր խոսքում անդրադարձակ, բայց հատուկ շեշտադրմամբ կխնդրեմ պատասխանեք հետեւյալին. Որն է մատյան ողբերգության աշխատության արդիականությունն այսօր։ Եթե կարելի է հարցի պատասխանը մասնատենք երկու մասի, նախ, ինչպես է պետք ըստ նարեկացու աստվածաբանել այսօր, այս հարցի պատասխան թերևս կհուզի մասնագետներին, եւ երկրորդ, ինչպես աղոթել այսօր։ Այս հարցի պատասխանն էլ կվերաբերի արդեն շարքային հավատացյալին։ Ինչպես աստվածաբանել, նարեկացու մոտ շատ կարևոր է եւ աստվածաբանելու այս մոտեցումը, նարեկացու մոտ աստվածաբանելը դա նշանակում է խոնարհության նշան։ Դա նշանակում է թողնել, որպեսզի Աստված խոսի։ Դա նշանակում է, երբ որ մարդ կանգնած է Աստծո առջև, ինքը իր աղոթքը մի տեսակ լռության կերպով պատասխան է ստանում Աստծո շնորհի մեջ, Աստծո ողորմածության մեջ։ Այսինքն աստվածաբանությունը դա նարեկացու մոտ դա խոնարհության եւ համեստության նշան է։ Աստվածաբանել նշանակում է, որ Աստված խոսում է եւ մենք մարդիկս հետևում ենք։ Սա շատ կարևոր է նաև, այսինքն աստվածաբանությունը նարեկացու համար դա ծառայում է եկեղեցու առաքելությանը աշխարհի վրա։ Այս տեսանկյունից այս մոտեցմամբ կարող ենք նաև պատասխանել, որ նարեկացու մատյան ողբերգության աշխատությունը արդիական է նաև այս առումով, հատկապես աստվածաբանության առումով։ Իսկ ինչ վերաբերում է հավատացյալներին կամ ոչ մասնագետներին, իհարկե նարեկացու խոսքից մեջ նշել եմ մի փոքր ցանկանայի ավելի ընդարձակ կերպով նշել, որ այսօր ինչպես մի փիլիսոփա Հայդեգերն է ասում, մեր մարդկային դազայնը գոյությունը նետված է աշխարհ
իսկ այսօրվա աշխարհը այնպես է զարգանում, պատերազմներ, հա, ծնողները կորցրել են իրենց զավակներին եւ այլն, շատ մեր հայ իրականության մեջ շատ դժվար ժամանակներ, հա, գոյաբանական այդ հարցերի պատասխանը գտնել, ինչպես մխիթարել մարդուն, երբ որ իր զավակն կորցրել է, հա, եւ նարեկացու մատյան ողբերգությունը հանդիսանում է այն պատասխաններից մեկը, որ նարեկացին տալիս է, որ դա Աստծու մեջ է, այդ հուսադրող Աստծու մեջ, երբ որ մարդը այո, այս դժվարությունները մենք այսօր ապրում ենք, բայց մատյան ողբերգության աշխատությունը, որը նաև կարելի է անվանել հույսի մատյան, որպեսզի չնայած վերնագրի հետ կապված վիճաբանություններ էլ կան, ինձ համար այդ նարեկացու այդ հույսն է, որ այդ հույսի մեջ է ամեն նորոգություն, այդ հույսի մեջ է, որ մարդը կարող է իր տառապանքը փոխարինել ուրախության եւ նարեկացու այդ մատյան ողբերգության արդիականությունը կայանում է նաեւ նրանում, որ մեզ վեր է հանում մեր այս թշվառ վիճակից եւ խոստանում է այն հույսը, որ ապագայում է, սակայն որը գտնվում է ներկայում եւ մեզ մոտիվացնում եւ միշտ քաջալերում է։ Պարոն Հովհաննիսյան, շատ շնորհակալ եմ այս աշխատությունը մեզ նոր հայացքով ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, հուսով եմ այս զրույցը ձեզ համար օգտակար էր։ Ցտեսություն։